Այսօր պիտի տեսնենք երկրորդ թագավորաց 13-15 գլուխները։ Վերջին անգամ տեսանք Դավիթի մեծ մեղքը, նաև տեսանք հակառակ որ Դավիթ խոստովանեցավ իր մեղքը եւ Աստված ներեցինք, սակայն այդ մեղքին հետևանքները կային։ Կկաչալերեմ գարտակ այս 3 գլուխները, որովհետեւ կան շատ մանրամասնություններ, քեշ մանրամասնություններ, որոնք պիտի չանդրադառնանք այստեղի հիշված այս սերտողության մեջ։ Դավիթի որդիներեն Ամնոնը խաբեց իր հայրը, ճիշտ ինչպես որ Դավիթը խաբեց Ուրիան, որովհետև այս տղան Ամնոնը բռնապարեց իր խորտ քրոջը Թամարին։ Դավիթ երկուքին ալ հայրն էր, բայց անոնք տարբեր մայրեր ունեին։ Թամար Աբիսողոմ անունով եղբայր ուներ, երբ Դավիթ լսեց Ամնոնին ըրածը, բարգացավ, բայց բան մչրավ, բայց Աբիսողոմ իր վրեժը լուծեց, որովհետև հայրը բան մչրավ։ Եվ այսպես Աբիսողոմ սպանեց Ամնոնին։ Ետքը փախավ Քեսուրի թագավորին։ Կգարտանք 14-րդ գլխում մեջ 3 տարի ետք Դավիթ թույլ տվավ, որ Աբիսողոմ Երուսաղեմ վերադառնա իր տունը։ Բայց Աբիսողոմին թույլ չի դրվեցավ տեսնել թագավորին երեսը։ Եվ այս գիսատ ներում էր։ Հիշենք սիրելիներ, որ Աստված այդպես չներ Դավիթին։ Աստված գիսատ կերպով չներեց։ Երբ Աստված կներե, ան ամբողջությամբ կներե։ Ալ ավելի քեշը Դավիթի գիսատ ներողամտությունը պատճառ դարձավ Աբիսողոմի ապստամբության, որ պիտի տեսնենք 15-րդ գլխում մեջ։ Աբիսողոմ, որ քրավիչ երիտասարդ մներ, սկսավ Իսրայելի որդիներուն սիրտը իրեն դարձնել։ Ան շատ կերպերով նման էր իր հորը Դավիթին, եւ ան նաև քահին հստակ ժառանգորդն էր Դավիթեն ետք։ Եվ Աբիսողոմ կսկսի շատ զգուշ շարժիլ եւ քաղնի դավատրել Դավիթը դաբալելու։ Աբիսողոմ Երուսաղեմի տրանը ջամփուն մեկ կողմը կգայներ եւ գսեր. Երանի թե զիս այս երկրին վրա թադավոր տնեին, ու ամեն վեճ կամ թադ ունեցող մարդ ինձի կար եւ անոր իրավունք ընեի։ Գրնանք հասկանալ, թե որքան քրավիչ էր այս մեկը։ Աբիսողոմ այստեղ կպատրաստվի ապստամբության իր հոր Դավիթին թեմ, եւ այդ սարսափելի բանն է։ Հետևաբար անգերտա Քեփրոն, ուր Դավիթ սկսավ իր թագավորությունը։ Այնտեղ անոր ապստամբությունը սասկացավ Դավիթի թեմ։ Աբիսողոմ ուներ երկու խորհրդատու՝ Աքիդոփել, որ թավաջանեց Դավիթին, եւ Քուսին, որուն մասին հարաճիգային պիտի անդրադառնանք։ Երբ Դավիթ գիտավ ինչ կպատահի, փախավ Երուսաղեմեն, եւ հավանաբար զարմանանք, թե ինչու փախավ Երուսաղեմ քաղաքեն։ Ի վերջո ան թագավոր էր, եւ Դավիթ կուզեր խնայել քաղաքի ժողովուրդը պատերազմեն։ 15-րդ գլխուն 25-26 համարներու մեջ Դավիթ կսե Սաթովգին. Աստծո դաբանագը քաղաքը դարձուր, եթե դրոջը արչև շնորհ գտնեմ, այն ադեն զիս յետ պիտի դարձնե։ Զանիգա ու անոր փնագարանը ինձի պիտի ցուցնե, բայց եթե ինձի այսպես ասե, քեզի չեմ հավնիր, ահա ես կայներեմ, իր աչքին հաջո երևցածին պես թողնե ինձի։ Այլ խոսքով Դավիթ գիտեր, որ այս պատահածները Աստծո դատաստանն էր, սակայն պատճառը ևս կա Դավիթի Երուսաղեմեն հեռանալուն, ան պատրաստ չէր Աբիսողոմի հետ հարց ունենալու։ Ան իսկապես գուզեր խնայել Աբիսողոմի կյանքը, եւ հաջորդ գլխում մեջ պիտի տեսնեք, որ իր սրտի մեջ անգուզեր խնայել այս որդիին կյանքը։ Ան նույնիսկ ասավ իր զորավարներուն. «Իմ սիրույս համար Աբիսողոմ բադանիին խնայեցեք»։ Դավիթ շատ կսիրեր Աբիսողոմին, երկրի վրա բոլոր գտնվող մարդոցմե շատ ավելի։ Սիրելիներ, Դավիթ հասկացավ, որ այնինչ որ կպատահեր իրեն, Աստծո դատաստանն ու հանդիմանություններ իր մեղքին համար, եւ Դավիթ կենթարկվեր եղածին։ Եվ թուն ինչպես կգիտակցիս Աստծո հանդիմանությունը քու կյանքիդ մեջ եւ ինչպես կվարվիս,